Մեղադրյալ Շոթա Քարոմիձեն համաներդրումների հիմնադրամի նախկին գլխավոր տնօրեն Գյորգի Բաչիաշվիլիին Վրաստանի պետական սահմանը ապօրինի հատելուն աջակցելու համար որպես խափանման միջոց դատապարտվել է ազատազրկման։ Այսօր վերոնշյալ որոշումը կայացրել է Թբիլիսիի քաղաքային դատարանը։ Բիձինա Իվանիշվիլիին պատկանող կրիպտոարժույթի յուրացման գործով դատական գործընթացը գտնվում է ավարտական փուլում։ Գործի ըստ էության քննությունն ավարտվել է, դատախազն այսօր հանդես է եկել եզրափակիչ խոսքով, հայտարարվել է նաև, որ դատախազության համապատասխան վարչությունը արդեն դիմել է Ինտերպոլին կարմիր շրջաբերանակով Գյորգի Բաչիաշվիլուն որոնելու համար։ Վերոնշյալ գործով համաներդրումային հիմնադրամի նախկին ղեկավարի նկատմամբ կիրառված գրավը երեկ փոխարինվել է ազատազրկմամբ։ Գյորգի Բաչիաշվիլիին առաջադրված մեղադրանքը վերաբերում է 2017 թվականին։ Մասնավորապես ըստ դատախազության Բաչիաշվիլին ներդրողին փոխանցել է ընդամենը 536,900 ԱՄՆ դոլար ներդրումներից ստացած ամբողջ շահույթի դիմաց, իսկ ներդրողին պատկանող մնացած 8,986 բիթքոյնը յուրացրել է, որի արժեքը յուրացման պահին կազմել է մոտ 43 միլիոն ԱՄՆ դոլար։ Գյորգի Բաչիաշվիլին իրեն մեղավոր չի համարում իրեն առաջադրված մեղադրանքում։ Նշված արարքը նախատեսում է 9-ից 12 տարի ժամկետով ազատազրկում։ Ավարտվել է Վրաստանի վարչապետի պաշտոնական այցը Թուրքմենստան։ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Թուրքմենստանի նախագահ Սերժ Բերդմինմուհամեդովի հետ, որտեղ պետությունների ղեկավարները քննարկել են համագործակցության տարբեր հարցեր։ Թուրքմենստանում արտադրվող էներգետիկ արտադրանքի արտահանում Վրաստան եւ տարանցում Վրաստանի տարածքով։ Սա այն հիմնական հարցն էր, որ վրացական պատվիրակությունը քննարկել է թուրքմեն գործընկերների հետ։ Հատուկ ուշադրություն է դարձվել միջանցքի զարգացման կարևորությանը եւ այդ ուղղությամբ Վրաստանի հատուկ դերին։ Քննարկման թեմա է եղել նաեւ առևտրի եւ զբոսաշրջության տարբեր ոլորտներում համագործակցությունը։ Հոկտեմբերի խորհրդարանական ընտրությունների հնարավոր կեղծիքների հետաքննության շրջանակներում դատախազությունը հետաքրքրվել է արդար ընտրությունների ձայների զուգահեռ հաշվարկի արդյունքներով եւ դեռ սպասում է իսվիդի համապատասխան փաստաթղթերին։ Ինչպես հայտնել են քննչական գործակալությունը, Fire Electronics լրացուցիչ ժամանակ է խնդրել նյութերը ներկայացնելու համար, որպես պատճառ նշելով փաստաթղթերի մեծ ծավալը։ Հանդիպությունը անվստահություն է հայտնում հնարավոր ընտրակեղծիքների վերաբերյալ սկսած հետաքննությանը։ Իշխող կուսակցության ընդդիմախոսները մասնավոր հատվածի նկատմամբ դատախազության շահագրգռվածությունը գնահատում են որպես արդար ընտրությունները վարկաբեկելու փորձ եւ ֆարս որակում հնարավոր ընտրակեղծիքների վերաբերյալ սկսած հետաքննությունը։ Էստոնիայի կողմից Վրաստանի քաղաքացիների նկատմամբ կիրառվող պատժամիջոցները դեռևս քաղաքական գնահատման թեմա են։ Իշխող թիմը կարծում է, որ պատժամիջոցների ենթարկված անձանց ցուցակը պատրաստել է Transparency International Վրաստանը։ Խորհրդարանի նախագահի խոսքով նախկին խորհրդային հանրապետությունների նպատակը Վրաստանում լեգիտիմ իշխանությունը փոխարինելն է։ Բալթյան 3 երկրների կառավարությունները շահագրգռված են, որ մենք զենք լինենք Ռուսաստանի դեմ, ասում է Շալվա Պապուաշվիլին։ Վրաստանի վարչապետն արձագանքում է պատժամիջոցների հարցում ընդդիմության եւ գործընկերների համագործակցությանը։ Իրակլի Կոբախիձեի խոսքով նման գործողությունները պատժելի են, թեև նա ասել է, որ դա պետք է որոշեն համապատասխան գերատեսչությունները։ Երկրի ղեկավարը պնդում է, որ ընդդիմությունը համագործակցում է արտասահմանյան կառույցների հետ Վրաստանի շահերին վնասելու համար։ Վրաստանի շահերը վնասելու համար ընդդիմության այս գործողությունը Կոբախիձեն անվանում է հայրենիքի դավաճանություն։ Ընդդիմության մի ստվար զանգված մտադիր չէ մասնակցել 2025 թվականի տեղական ինքնակառավարման ընտրություններին։ Ներկա տեղեկություններով առաջիկա ընտրություններին ընդդիմությունից ծրագրում է մասնակցել միայն Գիրչի կուսակցությունը։ Վրացական երազանքը ընդդիմադիր կուսակցությունների մեծամասնության դիրքորոշումը գնահատում է որպես դիվերսիա եւ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելը համարում է սխալ քաղաքական քայլ։ Սահմանադրության համաձայն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները տեղի կունենա հոկտեմբերի 4-ին։ Անաքլիա նավահանգստի վերաբերյալ Լելո հանուն Վրաստանի ղեկավարներից Մամուկա Խազարաձեի հայտարարությունը
Հայտարարությանը հաջորդել են քաղաքական սպեկտրի տարբեր գնահատականներ։ Ինքը Խազարաձեն հայտարարում է, որ կառավարությունը սպասարկում է ռուսական շահերը։ Նրա գնահատմամբ վրացական երազանքի ներկայացուցիչները դեմ են արևմտյան ներդրումների։ Մեծամասնությունը սակայն պարզաբանում է, որ Լելոյի առաջնորդը գործով մեղավոր է ճանաչվել միջազգային դատարանի կողմից եւ պետական բյուջեին նրան $600,000 պետք է փոխանցի։ Կառավարությունը բացատրում է, որ հենց Խազարաձեն իր պատասխանատու ներդրողների ներգրավման համար, որ նա ուներ լիակատար ազատություն։ Քաղաքական գործիչները բարձր են գնահատում Մամուկա Խազարաձեի նախաձեռնությունը միավորելու 4 կոալիցիաներ, որոնք հաղթահարելու են խոչընդոտները։ Լելոյի առաջնորդի կոչով պետք է ստեղծվի այլընտրանքային քաղաքական կենտրոն, որտեղ առաջատար դեր կունենա Սալոմե Զուրաբիշվիլին։ Մամուկա Խազարաձեի նախաձեռնությունը ընդդիմախոսների շրջանում տարաձայնություններ է առաջացրել։ Առայժմ հայտնի չէ, թե ով ինչ պայմաններում կհամաձայնի առաջարկին կամ ընդդիմությանը կհաջողվի համախմբվել Խազարաձեի գաղափարի շուրջ, թե ոչ։ Մեղադրվող Միխայիլ Սաակաշվիլիի գործը ավարտական փուլում է, դատապարտված նախկին նախագահը ելույթ է ունեցել նիստում։ Այսօրվա նիստում պաշտպանական կողմը իր եզրափակիչ հայտարարությամբ կդիմի դատարանին։ Միխայիլ Սաակաշվիլին իր ելույթում արձագանքել է Վրաստանում եւ աշխարհում ընթացող քաղաքական գործընթացներին եւ դիմել Ֆրանսիայի եւ Ուկրաինայի նախագահներին ֆրանսիական եւ ուկրաինական հարցերի շուրջ։ Հիշեցնենք, որ Միխայիլ Սաակաշվիլիի կողմից սահմանը ապօրինի հատման գործով հետաքննությունը սկսվել է 2021 թվականի հոկտեմբերի 1-ին։ Օրբելյանի պալատում տեղի ունեցել դեսպանների կողմից Վրաստանի նախագահին հավատարմագրերի հանձնման արարողություն։ Վրաստանի նախագահ Միխայիլ Ղավելաշվիլին իրենց հավատարմագրերն է հանձնել 13 երկրների դեսպաններ։ Նրանց թվում են նաև Բելգիայի թագավորության, Լյուքսեմբուրգի, Կորեայի Հանրապետության, Կիպրոսի Հանրապետության եւ այլ երկրների դիվանագետներ։ Կանանց մասնակցության ուժեղացում քաղաքացիական ինտեգրման գործընթացում։ Պետական նախարար, պետնախարար Թեա Ախվլեդյանին բացեց վերապատրաստման սեմինար քաղաքացիական ինտեգրման դպրոցի շրջանակներում։ Երրորդյա վերապատրաստման սեմինարին մասնակցում են տարբեր մասնագիտությունների տեր, կանայք, Սամցխե Ջավախեթի, Քվեմոքարտի եւ Կախեթի շրջանների էթնիկ փոքրամասնություններով խիստ բնակեցված քաղաքապետարաններից։